Знаете, мне как-то даже неловко отвечать на ваш вопрос. Я, во-первых, не запомнил того, что вы тут говорили, но так, позиция ваша ясна. Ամեն դեպքում արձագանքել։ Ինչ վերաբերում է նրան, թե Ադրբեջանը օգտագործում էր ռուսական զենք, հիշեցնեմ, որ Հայաստանն էլ գրեթե բոլոր տարիներին անկախություն ձեռք բերելուց հետո օգտագործում էր ռուսական զենք, այդ թվում նաև ժամանակին վերցնելու համար այն 7 շրջանները, որոնց նկատմամբ պաշտոնական հավակնություն երբեք չի ունեցել։ Իմիջայլոց Հայաստանի առաջին ղեկավարներից ոչ մեկը երբեք չէր առաջարկում Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսաստանյան զենք վերցնելու համար անվիճարկելի 7, չվիճարկվող 7 ադրբեջանական շրջանները եւ այնտեղ շինական եւ ռազմական գծեր ստեղծելու համար, շինարարության համար եւ դրանք ցույց են տալիս, որ այդ տարածքները շատ երկար ժամանակ պահելու համար էր հաշվարկն արված։ Որոշ վերլուծաբաններ ասում էին, որ այդ ամրաշինական աշխատանքների բնույթը վկայում էր այն մասին, որ ընդհանրապես չէին պլանավորում դրանք հետ փոխանցել Ադրբեջանին, ուստի այո, Աֆրիկայում էլ է, Մոզամբիկում էլ է օգտագործվում ռուսական զենք, Կալաշնիկովի ավտոմատ շատ երկրներում կա մեր զենքը եւ դա չի նշանակում, թե այդ զենքը ամենուր օգտագործվում է այն նպատակներով, որոնք օրինակ համահունչ կլինեին բոլորին ձեռնտու սկզբունքներին։ Ձեր նշանակած դրվագները վճարում մատակարարումների հետ կապված եւ չկայացած մատակարարումների հետ կապված մենք այդ դրվագն այսօր քննարկել ենք, մենք կարգավորել ենք այդ հարցը, այդ վճարումները հաշվանցվել են այլ նպատակների, այստեղ հակասություն չկա